Բարի լույս, սիրելի եկեղեցի, ընդունված կարգի համեմատ կասեմ շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, շնորհավոր 26 թվականը, որի մեջ այսօր մեր առաջին կիրակնորյա պաշտամունքն է։ Սա այն օրն է, Աստծո խոսքն ասում է, որ Տերն ստեղծեց, եկեք ցնծանք եւ ուրախանանք։ Սա այն օրն է, ու ամեն անգամվա պես ինձ միշտ այս խոսքերը, որ կարդում եմ, հետաքրքիր է, որ հազարավոր տարիներ առաջ է գրված եղել ու պատկերացնում եք, հազարավոր տարիների մեջ քանի 100,000 անգամ այդ օրը եկել է ու հարց է մնում, դա որ օրվա մասին Աստվածաշունչը ասում։ Ես չգիտեմ մյուս օրերի համար ոնց, բայց 2026 թվականի հունվարի 4-ի համար հաստատ ասում է, որ սա այն օրն է, ես ողջ եմ, Աստված ստեղծեց այս օրը, դու ողջ ես ու մենք կանք այստեղ, եկեք ծափարենք ու բարձրացնենք մեր փառաբանությունները, մեր Տիրոջը։ Եվ եկեք միասին աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտամունքը, երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, ամեն ինչի համար, քո սիրո, քո ողորմությունների, քո բարության, Տեր իմ Աստված, շնորհակալ ենք կյանքի համար, որ տվեցիր մեզ։ Մենք գիտենք, որ այսօր շատերը չարթնացան, երիտասարդ թե տարեց, բայց դու մեզ լույս տվեցիր, կյանք տվեցիր։ Ես իսկապես ամեն մի օրը նվեր եմ համարում քո ձեռքերից ստացած, ուստի օգնիր ապրել մեր կյանքը, այս նվերը, որ դու պարգևել ես, ըստ արժանվույն, որ քեզ փառք կբերի, որ քո սրտին հաճություն կպատճառի, որ դու կհաճենաս նայելով մեր կյանքին։ Շնորհակալություն մեր եկեղեցու համար, Տեր ջան, շնորհակալություն մեր հովվի համար, Տեր, շնորհակալություն ծառայողների համար, շնորհակալություն անդամների համար, շնորհակալություն բոլոր ներկաների համար եւ բացակաների համար, շնորհակալություն Տեր, եւ շնորհակալություն քեզ սիրելի Հիսուս, որ դու մեր մեջ ներկա ես, որտեղ մենք այստեղ հավաքվել ենք քո անունով, Տեր, դու փառավորվիր մեր մեջ, Տեր։ Օրհնիր մեր պաշտամունքը, խնդրում եմ Տեր, աղոթում եմ, որ ամեն մեկիս հոգու աչքերը բացես, որ երկինքը բաց տեսնենք, մորթված գառնուկ քեզ տեսնենք, գահին բազմած, եւ միաբանվենք այն բյուրերի երկրպագությանն ու ասենք, որ դու սուրբ ես, սուրբ ես, արժան ես Տեր, փառք ես Տեր ջան, ամեն։ Եվ ուզում եմ մենք բարձր դավանություն անենք, կարող ենք միասին ասել, Հիսուս, ես քեզ շատ եմ սիրում, արի ծափարենք մեր Տիրոջը։ Ամեն, փառք Տիրոջը, ողջույն սիրելի եկեղեցի, որքան հրաշալի է ավարտել տարին Քրիստոսով եւ սկսել տարին կրկին Քրիստոսով։ Ամեն։ Ովքեր էին գոհացել անցած տարվա համար։ Կարծում եմ բոլորս։ Ովքեր են հանձնել այս տարին Աստծուն, կարծում եմ բոլորս։ Ամեն, եկեք փառք տանք Տիրոջը։ Միասին երգենք։ Փառք տուր նրան ողջ երկինք ու երկիր, փառք տուր նրան եւ ծարիր եւ օրհնիր, ողջ երկիր օրհնի նրան։ Կարող ենք միասին նորից ասել փառք տուր նրան։ Փառք տուր նրան ողջ երկինք ու երկիր, փառք տուր նրան մեծ արին եւ օրհնիր, ողջ երկիր օրհնի նրան։ Ասենք միասին։ Միասին կարդանք բառերով ասենք Տեր, փառք տալիս քեզ, շնորհակալ ենք ես հրաշալի օրվա համար, ասա գոհանում եմ անցած տարվա համար, գոհանում եմ այս տարվա համար, գոհանում եմ չարած ու արած բաների համար, ասա ուզում եմ
ավելի մոտիկանամ քեզ, ասա ուզում եմ ավելի մտերմանամ քո հետ։ Ամեն, ամեն, ինձ հետ միասին կարող ենք նորից երգել։ Դու նրան ողջ երկինք ու երկիր, դու նրան մեծահիր և ողնիր, ողջ երկիր, օրհնի նրան, ծովերն ու աստղերը նրա փառքը պատմեն, ծովերն ու աստղերը նրա փառքը պատմեն, ողջ երկիր, օրհնի նրան, ասա ինձ հետ, Շնորհակալ ենք Աստծուն եւս մեկ տարի Տիրոջ ներկայության մեջ անցկացնելու համար եւ ինչպես նշվեց այս տարին կարծում եմ բոլորս մեր տարին տվել ենք Տիրոջ ձեռքերի մեջ այս երգը որ պետք է երգենք մի խոսք եմ ուզում կարդալ Նեհեմիայի գրքից որտեղ ղևտացիները ժողովրդին կոչ էին անում բարձրաձայն ապաշխարության եւ հռչակման այսպես է խոսում խոսքը Վեր կացեք, օրհնեցեք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից։ Հիմա մենք էլ վեր կենանք օրհնենք Տիրոջը։ Հաջորդ խոսքն ասում է. օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից եւ փառաբանությունից բարձր է։ Դու, միայն դու ես Եհովա, դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զորքերը եւ բոլոր նրա վրա եղածը, ծովերը եւ բոլոր նրա մեջ եղածը եւ դու ես նրանց բոլորին կենթանություն տվողը եւ երկնքի զորքերը ես քեզ երկրպագություն են անում ովքեր են փափագում այն օրվան երբ կմիանան այդ օրվան երկնքի զորքերին ովքեր դադար ու հանգիստ չունեն Տիրոջն ասելու որ սուրբ ես Տեր շնորհակալ ենք Տեր շնորհակալ ենք մեր ապագայի համար եւ շնորհակալ ենք մեր ներկայի համար ճիշտ է մենք հիմա մեր հոգով ենք միանում այդ զորքերին բայց մեր փափագը մեկն է միաբանվել ամեն զորքերին ովքեր քեզ փառք են տալիս ու երգել քեզ որ դու արժանի ես առնելու ամեն փառքի Տեր դու սուրբ ու կատարյալ ես եւ հիմա մենք մեր ոտքերի վրա կանգնած մեր ամբողջ զորությունով երգելու ենք քեզ Միակ Աստված մենք սիրում ենք քեզ ու սիրում ենք քեզ փառաբանել շնորհակալ ենք քո ներկայության համար որ քո փառքը Տեր վերցրել եւ եկել ես այստեղ որ լսես մեր երկրպագությունը մենք մեծարում ենք քո սուրբ անունը Հալելույա Տեր մեծարում ենք քեզ դու սուրբ ես Տեր ձայնը դուժով վեր բարձրացրու Ո Սիոնի ավետաբեր Տեն է խոսել և հաստատել Նա իր խոսքով ամեն է ստեղծել Ձայնը դուժով վեր բարձրացրու Ո Սիոնի
ավետաբեր Տեն է խոսել և հաստատել Նա իր խոսքով ամենն է ստեղծել Հիմա ձայնդ բարձրացրու եկի նրան փառք Փառք, փառք, երկնքի և երկրի արարչի 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 Մենք տալիս ենք քեզ ամեն փառք Տեր Մենք մեծարում ենք քո սուրբ անունը ով Եհովա Աստված Ով չափեց ջրեն իր ափով Ով կշռեց սարեն իր ձեռքով Նա է հանել զորքին երկնքի Նա է տվել անուն աստղերին Ով չափեց ջրեն իր ափով Ով կշռեց սարեն իր ձեռքով Նա է հանել զորքին երկնքի Նա է տվել անուն աստղերին Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին 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 Փառք ես, ամեն փառքը քեզ Քո ձայնով ջրերն են հոսում Քո ձայնով կրակի բոցերն են ճեղքվում Քո ձայնով իմ Տեր անապատն է դողում Քո ձայնով Քո ձայնով Քո ձայնով ջրերն են հոսում Քո ձայնով կրակի բոցերն են ճեղքվում Քո ձայնով իմ Տեր անապատն է դողում Քո ձայնով Քո ձայնով ջրերն են հոսում Քո ձայնով կրակի բոցերն են ճեղքում Քո ձայնով իմ Տեր անապատն է դողում Քո ձայնով Քո ձայնով Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին Փառք, փառք, երկնքի Ու նրան ամեն փառք Բարձրացրու ձայնդ երկիր փառք ես Տեր Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին Փառք, փառք, երկնքի Ուզում եմ դալիճը միան երկրի արարչին Տեր, այս 26 թվականին մեր փառաբանությունը ուղղում ենք միայն քեզ երկնքի երկրի արարիչ Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին Փառք, փառք, երկնքի Մեր Աստված, տալիս ենք քեզ ամեն փառք Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին Փառք, փառք, երկնքի և երկրի արարչին
Տեր արժանի ես։ Արժանի ես Տեր առնելու ամեն փառք, ամեն շնչավոր մարդու բերանից։ Արժանի ես ընդունելու ամեն փառաբանություն։ Տեր, շնորհակալ ենք, որ քո խաչը առար Տեր, եւ մեզ կյանք վարգևեցիր քո մահով։ Տեր, քանի տարի էլ անցնի, քանի օր էլ անցնի, Տեր, քանի կիրակ էլ անցնի, մենք չենք դադարելու քո փառքը պատմել, քո խաչի համար շնորհակալություն հայտնել, քո հարության համար շնորհակալություն հայտնել։ Մեր Հայր եւ մեր Աստված, մենք մեծարում ենք քո անունը այս վայրում։ Մեր նպատակն է այսօր քո անուշ երկնքից վայելել Տեր քո ներկայությունը։ Մեր փափագն է, որ դու բնակվես մեր սրտի գահին, որ դու լինես մեր ամենը ամեն ինչի մեջ։ Մեծ Աստված, մեծարում ենք քեզ։ Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ, Պապանը ողջ երկրի, իմ օգնությունը Տիրոջից է, որ ամբողջ երկիրն արավ, նա տիրում է հավիտյան, մեր Տերը բարի է, նա կպահի մեզ ամեն չարից, միասին երգենք։ Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ, Պապանը ողջ երկրի, իմ օգնությունը Տիրոջից է, որ ամբողջ երկիրն արավ, նա տիրում է հավիտյան, մեր Տերը բարի է, նա կպահի մեզ ամեն չարից։ Ինչ մեծ ես Տեր, ինչ մեծ եւ հրաշալի Աստված ես, իմ սիրտը գովերքում է քեզ Տեր, քեզ օրհնյալ լինի Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան։ Մենք չենք ամաչում ասել, որ մեծ ես Տեր, որ մեր սիրտը սիրում է քեզ, Տեր, երբևէ չենք տեսել քեզ, բայց ամեն վայրկյան զգում ենք քո ներկայությունը։ Օրհնյալ լինի Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան։ Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ, Պապանը ողջ երկրի, իմ օգնությունը Տիրոջից է, որ ամբողջ երկիրն արավ, նա տիրում է հավիտյան, մեր Տերը բարի է, նա կպահի մեզ ամեն չարից։ Նորից եկեք, մեծ է Տերը եւ շատ օրհնյալ, Պապանը ողջ երկրի, իմ օգնությունը Տիրոջից է, որ ամբողջ երկիրն արավ, նա տիրում է հավիտյան, մեր Տերը բարի է, նա կպահի մեզ ամեն չարից։ Ինչ մեծ եւ հրաշալի Աստված ես, իմ սիրտը գովերքում
Ավիտենից մինչև հավիտյան միասին ասենք ամեն Հալելույա Տեր մեծարում ենք քեզ եւ տալիս ենք ամեն փառք հավիտյան հալելույա Աստված օրհնի սելի եկեղեցի եկեք փառտանք Տիրոջը եւ ծափարենք Տիրոջը այս հրաշալի երկրպագության ու փառաբանության համար փառք քեզ Տեր հիմա միասին թող հավատքով հրճակենք սերմելու եւ հնձելու տարի այս տարին որ սերմենք եւ հնձենք մենք երբեմն ուզում ենք հնձենք առանց սերմելու բայց լավ ալնում որ սերմում ենք սերելիներս որովհետեւ երբեմն այն ինչ որ մենք սերմում ենք դա ինչ որ մեկի կյանքի իր ժամանակի հնձելն է որ ինչ որ մեկին դու սերմում ես ինչ որ միտեղ եկեղեցում ինչ որ մեկի համար կամ մի բան էդի այդ մարդու կամ եկեղեցու հնձելու ժամանակն է դառնում Եվ ինչ որ մեկն էլ երբ որ կսերմի քեզ համար, քո եկեղեցու համար, այդ էլ քո հնձելու ժամանակն է դառնում։ Դրա համար սերմելու հնձելու տարի հրճակենք եւ ինչպես ասում է երկրորդ Կորինթացիների 9-րդ գլխի 7-րդ խոսք ուզում եմ կարդամ։ Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որպեսզի Աստված սիրում է ուրախ տվողին։ Եկեք ուրախությամբ, սրտի հոժարությամբ, ինչպես որ հրճակեցինք սերմելու եւ հնձելու տարի, թող այդպես էլ լինի։ Աստված օրհնի սերելիներս պատրաստվենք եւ ուրախությամբ սերմենք Փառք Տիրոջը։ Ամեն եւ ալելույա։ Եկեք հզոր ծափահարություն տանք Տիրոջը, մեր Աստծուն նա արժանի է ընդունելու ամենալավ փառաբանությունը։ Ամեն։ Հալելույա։ Տերը օրհնի ձեզ, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, բարի գալուստ 2026։ Սա հրաշալի արտոնություն է Տիրոջից, մուտք գործել մի թվական, որտեղ երբեք չենք եղել եւ վերջանալուց հետո հետ չենք կարող դառնալ, ինչպես մնացած անցյալը, բայց այս ընթացքում կարող ենք կերտել մի հրաշալի պատմություն Տիրոջ անվան եւ փառքի համար։ Ամեն։ Չգիտեմ անցյալ տարի ինչու ենք հաջողվել, չգիտեմ անցյալ տարում ինչերից կարողացանք անցնել, որոշ մարդիկ դժվարություններից, խնդիրներից, որոշ մարդիկ զրկանքներից, կորուստներից անցան, հարազատներ կորցրեցին, ոմանք երեխաներ, զավակներ ունեցան, ոմանք նշանվեցին, ոմանք կարողացան լավ առիթներ ունենալ Աստծուն փառավորելու իրենց ապրած կյանքով, որոշները միգուցե տկարացան, բայց ամեն բանի մեջ մեկ ճշմարտություն կա. Աստված չի հոգնել մեզանից։ Նա բոլոր իրավիճակների մեջ պատրաստ է մեր կողքը լինել եւ մեզ օրհնել։ Ամեն։ Գիտեք, երբ որ հետադարձ հայացք ես դարձնում, տեսնում ես բաներ կա, որոնց համար ափսոսում ես, որ արել ես, բաներ կա, որ չես արել, դրանց համար ես ափսոսում, բաներ կա, որոնց համար ասում ես շատ էլ լավ եմ արել, որ արել եմ։ Այո, շատ բաներ կարող են տարբեր անվանում ունենալ, տարբեր գնահատականի արժանանալ, բայց կա մի ճշմարտություն, որ բոլոր ժամանակների մեջ նույնն է եւ չի փոխվում։ Եվ սա է ճշմարտությունը։ Հիշեք, մենք միշտ կարող ենք անել ավելին։ Մենք միշտ կարող ենք անել ավելին։ Եթե մեկ ասի, գիտես, ես չէի կարող, ուրեմն պետք է վերանայի այն բաները, որոնք դարձել էին առաջնային, եւ այն բաները, որոնք պակասեցին իր կյանքի մեջ, դրանք թերևս դարձել էին երկրորդական։ Բայց եկեք անկեղծ Աստծո առաջ մեր սիրտը պատրաստենք 2026 հանցնենք միասին Աստծո արքայությունը կառուցելու համար։ Ամեն։ Որքան մարդկանց պիտի վկայես, որքան մարդկանց համար քո սիրտը դեռ պիտի լցվի աղոթքով, որքան մարդկանց ձեռք պիտի դնես եւ օրհնես եւ աղոթք անես Տեր Հիսուսի անունով իրանց համար։ Գիտեք, երբ որ անոթը պատրաստ է, այն ժամանակ են մեջը բան լցնում։ Երբ որ մեր անոթները պատրաստ չեն, Աստված ոչինչ չի կարող լցնել, ինչու որովհետեւ նա չի ուզում ուղակի կորսվի, թափվի իր թանկարժեք օրհնությունները։ Դրա համար իմ խորհուրդն է եւ իմ քաջալերանքը քեզ, սիրելի եղբայրս, քույրս, որ զորավոր եւ հաղթական լինես, որովհետեւ քո անոթը կարեւոր է Տիրոջ փառքի համար։ Ամեն։ Շատ լավ։ Եկեք անցնենք Տիրոջ հիասքանչ խոսքին։ Երբ որ աղոթում էի, սրտումս երկու ճանապարհ կար, այսպես երկու միտք կար, որ մեկով գնամ։ Գիտեք, երբեմն քարոզիչները շփոթվում են ոչ թե նրա համար, որ խնդիրը, այսինքն քարոզելու նյութ չունեն, այլ որ այնքան շատ կա, դժվար է հասկանալ Տերը որն է ուզում, որ դա լինի։
Եվ ես ուրախ եմ, որ Աստծո խոսքի առատությունը այնքան հիանալի է, որ ես ստիպված եմ լինում ժամեր անցկացնեմ ուղղակի հասկանալու համար։ Տեր, որ մեկով պիտի գնանք, քո ժողովրդի կարիքը որն է։ Եվ երբ որ աղոթքի մեջ է եւ սիրտս կարելի ասել ուրախացավ, երբ որ Տիրոջից այս հաստատությունը ունեցա, որ ձեզ պետք է փոխանցեմ այս հիանալի խոսքը։ Սիրելներ, այսօր իմ խոսքը վերնագրել եմ այսպես. փոխարինող Աստված։ Փոխարինող Աստված։ Ես տարիներ առաջ մի նկար տեսա, որ այդ նկարը Հիսուսն էր, ձեռքը մեկնել էր մի հատ փոքրիկ երեխայի, որ այդ երեխան իր փոքրիկ արջուկը տա Հիսուսին։ Նկարի իմաստը սա էր, որ Հիսուսը ուզում էր այդ փոքրիկ արջուկը այդ երեխայից։ Բայց զարմանալի չէ եւ հիանալի է նույնիսկ, երբ որ նայում է եւ տեսնում է նկարի երկրորդ կեսից, տեսնում է, որ Հիսուսի ձեռքը հետևը տարած շատ ավելի մեծ արջուկ կար։ Սա հասկանալի է, խորհրդանշական է։ Երբեմն Աստված մի բան ուզում է վերցնի մեզանից, ինչու մեզ ուրիշը տալու համար, փոխարինելու։ Գիտեք ինչու, որովհետև այն ամենը, ինչ որ մենք այսօր ունենք, խիստ ժամանակավոր է եւ կարող է ուղղակի ժամկետը անցնել, պիտանի չլինել։ Բայց Աստված չի ուզում, որ գա մի բան մեր կյանքի մեջ, որը պիտանելիության ժամկետն անցած լինելով պիտի մեզ փչացնի։ Աստված ուզում է փոխարինել, Աստված միշտ պատրաստ է մեկը մյուսով փոխարինելու։ Ես շատ հետաքրքիր ճամփորդություն եմ խոստանում ձեզ եւ վստահ եմ, որ պետք է արագ անցնեմ, հուսամ, որ դուք չեք հասցնի հոգնեք։ Երբ որ աղոթում ես նյութի վրա, Աստված կարծես թե ամբողջ իմ ուշք ու միտքը տարավ հետ, շատ հետ, այնքան հետ, որ հələ մարդ չկար։ Եվ լավ է, որ սկսում է սկզբից։ Գիտեք, ես շատ եմ սիրում ուսումնասիրել Աստծո խոսքը, առավել եւս երբ որ փորձում եմ գտնել տարեթվեր, փորձում եմ գտնել պատմություններ, գտնել իրադարձություններ, դեպքեր, դեմքեր, անուններ, նշանակություններ, չեմ սիրում ամեն ինչը տրվել մենակ ուղակի խորհրդանշական բաներին։ Ինչու, որովհետև երբեմն մարդիկ մտնում են վերլուծությունների մեջ, կորցնում են գլխավոր իմաստը։ Բայց այսօրվա իմ խոսքն էլ նույնպես ինչպես անցյալում եղածները պետք է ձեզ հետաքրքիր լինեն, վստահ եմ, որ դրանք ձեզ կօգնեն ձեր հավատքը բարձրացնելու եւ ավելի Տիրոջը մոտենալու։ Մի զույգ, որին Աստված արարեց, անուններն ինչ էին։ Ադամը եւ Եվան։ Աստված Ադամին ու Եվային արարեց եւ դրեց Եդեմի մեջ, մի դրախտի մեջ մի պարտեզ տնկեց եւ այդ պարտեզի մեջ Աստված դրեց իր ստեղծագործած մարդուն։ Գիտեք, մարդը ստեղծագործված լինելով կատարյալ էր, չկար մեղք, չկար որևէ խնդիր, արգելք չկար, որևէ խնդրեմ չկար, որ Աստված ասեր չեմ սիրում իրանց, որևէ խնդիր չէին առաջացրել այդ մարդիկ, որ Աստված ասեր հիմա ինչ անեմ, ամեն բան հիանալի էր։ Թերևս Աստված շատ լավ գիտեր, որ ինչ պիտի հետագայում տեղի ունենա։ Բայց պատմությունը կարդալով տեսնում ենք, որ Ադամն ու Եվան պարտեզի մեջ լինելով մի մեծ սխալ արեցին, չէ՞, մի մեծ սխալ, որ ընտրեցին մի ծառից ուտել, որից Աստված արգելք էր արել, եւ ասել էր, որ մի արա դա, չանես։ Սա այն է, ինչ մարդը կարող է ընտրի, մի բան, որ ինքն է ուզում, որը կարծես թե իր համար շատ հաճելի ու հարազատ է։ Բայց Աստված չի ուզում կանգնի այդտեղ, Աստված միշտ պատրաստ է փոխարինելու քո սխալները ճշմարտության։ Նա պատրաստ է քո արած սխալ որոշումների կողքը կանգնելու, ոչ թե դրանք արդարացնելու, այլ քեզանից դրանք հեռացնելու եւ ճիշտ որոշումներ բերելու մեր սրտերի մեջ։ Ամեն։ Գիտեք, իրականում Աբելը եւ Կայենը ծնվեցին Ադամից ու Եվայից, առաջին եղբայրները, չէ՞։ Առաջին եղբայրները։ Եվ գիտեք ինչն էր հետաքրքիր, որ Աստծո խոսքն ասում է, որ Աբելը բարի մեկն էր, լավ մեկն էր։ Ինչու, որովհետեւ ինքը լինելով մի բան ասեց, որ Աստված վկայեց դա։ Նա իր զոհաբերությունները տարավ Աստծո առաջ եւ եղբայրը Կայենը, որ Սուրբ Գիրքը ասում է, Աստվածաշունչը ասում է, որ նա չար էր, զոհի ժամանակ, երբ որ զոհաբերությունն արեցին, Աստված Աբելինը ընդունեց, բայց Կայենին սկի չնայեցել, Կայենը ջղայնացավ եւ հետո արդեն մենք տեսնում ենք նոր կտականի մեջ հազարավոր տարիներ հետո գրված է, որովհետեւ Կայենը չար էր։ Հասկանում ենք, որ Աստված Կայենին մի բան ասեց, ինչի ես երեսդ կախել, քո սխալը հնարավոր է շտկել, հնարավոր է փոխարինել դա։ Կայենը չընդունեց փոփոխությունը, Կայենը որոշեց մնա նույն մարդը, որովհետև ինքը իր եղբորը սպանել էր։ Այդ եղբայրը Աբելը սպանվեց իր եղբոր ձեռքով։ Եվ մի բան, որ Աստված մոտեցավ ասեց, ինչի ես կոպիտ կներեք մեր հայկական բառերով ասեմ, մռութդ ինչի ես կախել։ Ամենամեծ խնդիրը սա է, որ դու բարությունը, բարին պետքա լինես։
Գիտեք, եթե մի մարդու մեջ մի բան չկա, չեք կարա պահանջեք։ Աստված իրան բանալի տվեց, որ գիտես ինչ, դու իմ կարիքը ունես, որ ես քեզ բարի սարքեմ։ Դու իմ կարիքը ունես, որ ես քեզ փոփոխության ենթարկեմ, դու իմ կարիքը ունես, որ քո պատմությունը շուռ տամ։ Աստված հենց այնպես չասեց, գիտեք ինչ ասեց իրան, ասեց, եթե բարի լինես, կընդունվի քո զոհը։ Ամբողջ խնդիրը սա է, որ դու կարիք ունես Աստծո, որ Աստված քո չարիքները վերափոխի դարձնի բարիքների։ Թե չէ կամ դու ես սպանելու քեզ, կամ դու սպանելու ես ուրիշին։ Եվ ցավալի է, որ այսօր տեսնում ենք օտար մարդկանց տրված վերքերը այդքան ցավալի չեն։ Ճիշտ եմ ասում։ Ամենացավալին ո՞րն է, ում տված վերքերն են։ Հարազատի, բարեկամի, քրոջ, եղբոր, զավակի, ծնողի։ Ինչքան ցավալի է այսօր մենք տեսնում ենք աշխարհը տառապում է այս ցավով, որ իր հարազատները իրար խփում են, իրար սպանում են։ Այսօր առավոտ տեսա, որ մեկը իր աներոջն էր կրակել Հայաստանում։ Ասма ուղակի եկա, ասма ջղայնացրեց ինձ, ասма գնացի հրացանը բեր, ասма որտեղ էր կանգնած, ստեղ։ Ինչ արեց, ասma հանեցի ու կրակեցի։ Ասma փորը բռնեց գնաց, ասma նայեցի արուն չկա, ասուրեմ ձևերա թափում։ Ասma գնացի տեսա ավտոն կանգնած, ավտոին էլ կրակեցի։ Մարդու չարությունը այնքան է, որ արդեն իրանից հետո արդեն իր ապրանքներն էլ ասում վնասի։ Այ մարդը ավտոն քեզ ինչ էր արել։ Չէ, մի բան որ իր հետ կապ ունի, ուրեմն պիտի կրակենք։ Եվ այսօր տեսնում ենք աշխարհում այդպիսի բաներ շատ կա, սիրելներ, հարազատները այդպես են վերաբերվում, քույրեր, եղբայրները այդպես են վերաբերվում, մեկը մյուսի նկատմամբ։ Աստված ուզում էր Կայենին ասել Կայեն, մի բան ճիշտ չի աշխատում քո մոտ։ Քո խնդիրը սա է, որ ծառից մայրը որ կերավ, հիշում եք, Եվան կերավ, չէ՞։ Չարի եւ բարու գիտության ծառից սրան քիչ հետո պիտի անդրադառնամ։ Աբելի մեջ կարծես բարության ճյուղը ավելի զարգացում ունեցավ, Կայենի մեջ ավելի չարության ճյուղը, բայց սա չի նշանակում, որ նա այդպես էլ պիտի մնար, նա կարող էր փոխվել, նա կարող էր, բայց կյանքը ցույց տվեց, որ նրանք դարձան խորհրդապատկերներ, Աբելը որպես բարության խորհրդապատկեր եւ Կայենը որպես չարության խորհրդապատկեր։ Եվ երբ որ չարությունը սպանեց բարությանը, կարծես թե երկիրը բարությունից զրկվեց։ Այդպես է թե չէ։ Վերջացավ, բարությունը այդքանով վերջացավ։ Գիտեք, այդ մաքրություն, այդ մաքուր մարդու խորհրդանիշը այլևս չկար, բայց ինչ որ ժամանակ անցավ եւ Եվայի սիրտը գրված չի, բայց ես կարող եմ ենթադրել այդպես, որովհետեւ հաջորդ խոսքը ինչի մասի որ պետք է կարդամ, հաստատ համոզված եմ, որ դուք կփաստեք, որ ժամանակ էր պետք դրա համար։ Եվ Եվայի սիրտը կոտրվեց, Եվայի սիրտը շատ տրտմեց։ Բայց գիտեք ինչ է գրված Աստծո խոսքի մեջ։ Ծննդոց 4-րդ գլխի մեջ 25 համարում եւ այսպես է ասում. Եվ Ադամը դարձյալ գիտցավ իր կնոջը, այսինքն նրա մոտ մտավ, եւ նա մի որդի ծնեց եւ նրա անունը կոչեց Սեթ, որովհետեւ Աստված ասեց, որ Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Հաբելի փոխարեն, որին սպանեց Կայենը։ Հիմա իմացաք չէ՞ որ ժամանակ էր պետք։ Եվ այդ ժամանակը սրտի այդ դառը լացերի ժամանակներ։ Ինչի պետքա բարությունը վերջանար, ինչի պետքա այդ ամեն ինչը կարելի ասել դադար ունենար, ինչի պետքա այդպես այդ սուքը սրտի մեջ, բայց Աստված ողորմեց եւ նա նորից զավակ ունեցավ։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Սա շատ կարեւոր է, ասում է եւ նրա անունը ինչ դրեց, այս խոսքին հետ ենք դառնալու, Սեթ։ Ինչ է իրանից նշանակում Սեթը։ Սեթը պատահական բառեր չեն, պատահական խոսք չէ կամ անուն չէ, որտեղից պիտի վերցներ։ Իր հասկացողության մեջ կար միգուցե ինչ որ մի երազանք, ինչ որ մի բան, որը թերևս գաղտնի է մինչև հիմա, եւ կարող ենք այսօր դրան այս պարզ աչքերով նայել։ Սեթ նշանակում է, լսեք ուշադիր, նշանակված, ֆիքսված, նախապես որոշված, լիազորված, նախապես պայմանավորված, սահմանված։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչի պետքա Եվան այդ անունը տար իրեն։ Միգուցե մենք չենք անդրադառնում սրան, բայց իրականում սրա մեջ մեծ գաղտնիք կա, շատ մեծ գաղտնիք, այն որ այսօր կարող է մեզ համար բացվի։ Բայց գիտեք, որ հետաքրքիրը որն է, որ Սեթ բառի հունարեն իմաստի մեջ շատ հետաքրքիր մի բառ կա, սիրելներ։ Սա արտահայտում է այսպես. Քրիստոս։ Ինչպես որ հրյաների մեջ ընդունված է ասելու, հունարենում ավելի շատ հնչում է որպես Մեսիա։ Հիմա
Արդյոք սա կապ ուներ ինչ-որ փոփոխության հետ, արդյոք սա կապ ուներ ինչ-որ անցյալի կամ ապագայի հետ, ոնց կարող ենք հասկանալ, արդյոք սա ինչ-որ կարևորություն ուներ, թե չէ։ Հենց նույն սեթին, երբ որ պատմությունը հետագայում կկարդաք դուք, կտեսնեք, որ հենց նույն սեթից 7 թոր հետո ծնվում է ով Նոյը։ Եվ հետո ինչ ենք տեսնում, Նոյի պատմության մեջ ուրիշ բան ենք տեսնում։ Դրան էլ ենք անդրադառնալու, այսօր ահագին գործ ունենք անելու։ Հիշեք, որ այդ սերունդից հիմա հետ են գալիս նորից դրախտ, ինչ ենք տեսնում։ Վերադառնում ենք նորից Եդեմ, վերադառնում ենք նորից Աստծո ներկայությունը, դրախտը, որտեղ Աստված ստեղծել էր Ադամին ու Եվային, բայց նրանից առաջ 2 ծառ էր դրել, որն են դրանք՝ կենաց ծառը եւ կյանքի եւ չարի եւ բարու գիտության ծառը, 2 ծառ։ Եվան եւ Ադամը, այսինքն ընդունեցին չարի եւ բարու գիտության ծառից եւ երբ որ կերան, կարծես թե սրանով բացվեց դուռը մեղքի եւ անօրենության, սրանով բացվեց դուռը խախտելով Աստծո օրենքը, մարդու կյանքի մեջ բերեց զրկում կամ մահ կամ բաժանում, ինչպես որ անունը կարող ենք կոչել։ Հիմա հարց. մարդը ձախողվեց, Աստված էլ ձախողվեց։ Բարձր ասեք։ Մեր Աստված երբեք չի ձախողվում։ Նրա ծրագրերը տարբեր են, զանազան են, գիտեք, մի մարդ էսպես էր ասում էր, ինչու Աստված փոխեց իր ծրագիրը։ Գիտեք, Աստված ծրագիր չի փոխում, փոխում է վերաբերմունքը։ Աստված ծրագիր չի փոխում։ Եթե նա որոշել է այս բանը անի, նա կանի։ Եթե դու մտածում ես, որ ասես բան չի չարեց, քեզ թվում է չարեց, նա ուրիշ ձև արեց։ Իր վերաբերմունքը փոխեց այդ խնդրի նկատմամբ, բայց նա վերջում անում է այն, ինչ որ ի սկզբանե պայմանը դրված էր։ Հիմա մնանք այստեղ դեռ։ Ուրեմն ի՞նչ է նշանակում սա։ Աստված խոսեց 3-րդ գլխի մեջ, Ծննդոց գրքի 3-րդ գլխի մեջ մի հետաքրքիր բան ասեց, արդեն մեղքը գործել են, օձին անիծեց, ուղարկեց իր գործերով, մարդուն եւ կնոջը վերադարձավ, հիշեք, կնոջ խոսքեր ինչ որ Աստված ասել է, շատ կարեւոր մի բան կա։ 3-րդ գլուխ 15 համարն այսպես է ասում, սիրելներ։ Եվ ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ մեջտեղը, օձին ասում, լսեք, քո եւ կնոջ մեջտեղը թշնամություն եմ դնում, կինը լսում է ինչ է ասում։ Լսեք ուշադիր։ Եվ ասում է, եւ քո սերունդի եւ նրա սերունդի մեջտեղը։ Նա քո գլուխը ջախջախի եւ դու նրա գարշապարը խայթես։ Լսեք ուշադիր։ Միթե Աստված կարող էր ձախողվել երբեք։ Երբեք չէր կարող։ Ինչ էր պետք։ Պետք էր նոր սերունդ։ Երբ որ Եվան հղացավ, նա հասկացավ, որ սա նոր սերունդ է, որի միջոցով Աստված պիտի զորություն տա, որ ծնվի մեկը, ով որ կջախջախի օձի գլուխը։ Բնականաբար Եվան երևի թե մտածում էր, ասում էր, հեսա, այսա մի քիչ մեծանա, մի քիչ ոտերը պնդի, արդեն կրունգը հաստատ ոտը դնի, մի քիչ ուժ ունենա, որ գա քո գլուխը ջարդի օձ։ Մտածում էր, որ հեսա սեթն է գալու օձի գլուխը ջարդի։ Այստեղ շատ կարևոր մի բան կա, սիրելներ։ Երբ որ Եդեմի մեջ նայում ենք, ուրեմն 2 ծառ, որ ասում էր, դրանց այդ ծառները պատահական էլ չէին, նրանց ինչ որ արձակում տեղի ունեցավ, ինչ որ բան եկավ մարդու կյանքի մեջ, որով փչացավ կյանքը, բայց Աստված շարունակեց իր ծրագիրը մեկ այլ սերունդի համար։ Ասում է, ես քեզ կնոջից ծնված սերունդը կջախջախի օձի գլուխը։ Սա նշանակում է, որ կգա ինչ որ մեկը, որը կխախտի այդ մահվան անեծքը։ Հիմա, երբ որ ծնվում է Սեթը, Եվան իրան գիտեք ինչ է ասում, հիշում եք սրանից առաջվա խոսքը, եկեք նայենք սրանից առաջվա խոսքը, և ասում է, և նա մի որդի ծնեց, նրա անունը կոչեց Սեթ, որովհետև ասեց, Աստված ինձ ինչ տվեց, բարձր ասեք, մի ուրիշ տղա, երեխա, սերունդ, նա սերունդ է տալիս, նոր սերունդ, և գիտեք ինչ, հաջորդ խոսքեր արդեն, որ կարդում ենք 15 համարի մեջ, Աստված ասում է, որ այդ սերունդը կջախջախի օձի գլուխը։ Միթե հետաքրքիր չի։
Եվան չի մոռացել, որ իր սերունդը իրանից ծնված մեկը պետք է այդ գործը անի։ Այսինքն, սա շատ կարևոր է, սիրելիներ։ Պատկերացրեք, եկավ ժամանակներ անցավ, իհարկե, Եվան մի փոքր կարող էր հուսախաբ լինել, ասել, բա ինչի համար Սեթը չգնաց օծի գլուխը ջարդի, ինչի այդ բանը տեղի չունեցավ, պարզ հասկանալի է, որովհետև սերունդը մեկը չի։ Սերունդը դա ճանապարհ է, ինչ որ մեկի համար։ Սերունդը սա հնարավորություն է ինչ որ մեկի հայտնվելու համար։ Միգուցե շատերը մտածեն, ասեն, օրինակ ասենք, հավատալ, այո, հավատալ դեռ չի նշանակում, որ դու ամեն բանի տերն ես։ Հավատալ նշանակում է ճանապարհ պատրաստել Աստծո համար։ Քո հոգևոր կյանքի մեջ, քո ներքին այդ սերունդի մեջ։ Հիմա, եթե մի փոքր ավելի առաջ գնամ, հիշում եք Նոյի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Նոյի ժամանակ ջրհեղեղ եղավ, բոլորը մահացան։ Աստծո ասում է, որ երկնքի պատուհանները բացվեցին, երկրից բացվեցին աղբյուրները եւ երկիրը լցվեց ջրով եւ ողջ մնացին միայն Նոյը իր զավակների, հարսների եւ կնոջ հետ։ Այսքան մարդ, ընդամենը 8 հոգի, որ կարողացան փրկվել։ Հիմա Ծննդոց 15-րդ գլխի մեջ 18 համարի մեջ ասում է եւ այն օրը Եհովան, այսինքն Յահվեն, որ թարգմանաբար նշանակում է Տեր, Տերը Աբրամի հետ ուխտ արեց ասելով. Լսեք ուշադիր, քո ումը տվեցի, սերունդին տվեցի այս երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետ, այսինքն Եփրատ գետը։ Հասան կարևոր բանալիներին։ Քո սերունդին։ Եվայի սերունդը, որ խոստացավ Աստված, չէ՞։ Եվան խոսում է սրա մասին, Աստված խոսել էր սրա մասին, եւ ինչ ենք տեսնում, այդ սերունդը կարծես եկավ ու տեղափոխվավ արդեն Նոյի կյանքի մեջ։ Հիմա այս սերունդը կարևոր բառ է, սիրելիներ։ Ուրեմն սերունդ բառը նույն բառը հենց օգտագործված է այստեղ նույնապես, ինչպես որ այս բառը ասվել էր Աստծո կողմից Եվայի համար, որից պետք է ծնվեր փրկիչը։ Եվ այդ սերունդ բառը նշանակում է սերմ, նկարագրելով, որ այդ սերմը ինչ որ ծառի սերմ է։ Ինչ որ ծառի։ Դա սովորական սերմ չէ, դա կարևոր նպատակի մի մեծ ծառ դառնալու համար է։ Բայց այստեղ մեծ խնդիր կար։ Պատկերացրեք, մեծ խնդիրներ են առաջ գալի։ Աստված Աբրամին խոստում տվեց, որ քո սերունդին մեծ օրհնություններ եմ տալիս, բայց ինչ ենք տեսնում, Սառան խնդիր ուներ։ Սառան երեխա չէր կարող ունենալ, կինը։ Աստծո ասում է, որ նա բավական ծեր էր, օրերն անցել էին, ամեն բան վերջացել էր, մնացել էր բարի հուշերը, այդքան էլ բարի չէր, բայց ամեն դեպքում անհնար էր, չէր կարող զավակ ունենալ։ Իրականում Սառան ով էր, եկեք մի փոքր ուշադրություն դարձնենք, ով էր Սառան։ Ես չգիտեմ, եթե դուք Աստվածաշունչ կարդացել եք, դուք պետք է իմանաք, որ Սառան իրականում Աբրահամի քույրն էր։ Դուք գիտեք դրա մասին։ Ուրիշ կնոջից ուղակի։ Իր պապան Թարան ուրիշ կին է ունեցել եւ Սառան նրա աղջիկն է։ Արդյունքում դուրս է գալիս, որ Աբրահամը եւ Սառան քուր աղբեր են։ Հիմա հիշում եք մի պատմություն կար, որ երբ որ գնաց իմացավ, որ ուրիշները գալիս են իր վրա, ինչ ասեց, կնոջ ինչ ասեց Սառային, ասեց, ասա, որ դու իմ քույրն ես։ Որոշները մտածում են խափեց։ Չէ, այդքան էլ չի խափել, լավ էլ ճիշտ է ասել։ Իրա քույրն է։ Հիմա ով էր նստելու հերթով այնտեղ բանաներ, ասել ումից եք, որից եք։ Չէ։ Վերջապես անցնելով պատմությունը հասկանում ենք մի մեծ ճշմարտություն, որ միտեղ է հասնում, որ Աստված տալիս է Սառային այդ սերմը։ Մի զարմանալի բան է տեղի ունենում, սիրելիներ։ Տեսնում եք Աստված ոնց փոխեց Ադամի ու Եվայի պատմությունը, ոնց փոխեց Նոյի պատմությունը, ոնց փոխեց Աբրահամի պատմությունը, հիմա Իսահակն է ծնվել։ Աստված փոխարինում է ամեն մի խնդիրը օրհնությունների։ Եթե այսօր ես ու դու ունենք խնդիր, եթե կա որևէ բան, որի առջև կանգնած ենք եւ ինչ որ բան ճիշտ չի աշխատում, այսօր ժամանակն է Աստծուն վստահել եւ ասել. Տեր, դու պատմություն փոխող Աստված ես, դու փոխարինող Աստված ես եւ ես քեզ վստահում եմ։ Ամեն, փոխիր իմ պատմությունը։ Մենք բոլորս կարող ենք դա աղոթել։ Եվ տեսեք ինչ ալնում։ Ծնվում է մեր թանկագին մեծ եղբայր Իսահակը։ Հիմա մեկ օր Աստված հանկարծ ուզեց Իսահակին զոհաբերության, Աբրահամը զոհանի։
Եվ հիշում եք պատմությունը։ Տեր իրան ասեց վերցրու քո մեկ հատիկ զավակին, արի Մորիայի լեռներից մեկը, որ ես քեզ ցույց կտամ եւ այնտեղ ինձ համար իրան ողջակեզ արա։ Գիտեք ինչա ողջակեզ, ինչպես էին դա անում։ Ողջակեզ անելու համար առաջինը պետք է իրան կապեին։ Նախ պատրաստեին իրան, որովհետեւ ցանկացած զոհաբերություն պետք է պատրաստվեր, նախորոք։ Պետք է պատրաստվեր։ Դա Աբրահամի եւ Իսահակի պատմության ընթացքում եղավ զրույցի միջոցով։ Պատրաստեց եւ երկրորդ բանը, որ պիտի անեին, պիտի կապեին եւ մի կարևոր բան կար, որ պետք է այդ ընթացքում տեղի ունենար։ Հիմա ձեզ համար ավելի բարձ կլինի։ Եկեք կարդանք 22:6 ծննդոց, որտեղ ասում է. «Եվ Աբրահամը առավ ողջակեզի փայտը եւ իր որդի Իսահակի վրա դրավ։ Եվ ինքը իր ձեռքն առավ կրակը եւ դանակը եւ երկուսը մեկտեղ գնացին»։ Ձեզ ծանոթ տեսարանա, չէ՞։ Այս բոլորը խորհրդանիշն է Տեր Հիսուս Քրիստոսի, որ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը իր վրա առավ իր խաչը եւ ինքը տարավ ում փոխարեն, ուրիշի փոխարեն, մեր փոխարեն։ Իրականում եթե վերցնենք Աբրահամը պիտի Իսահակին զոհեր, ինչի պիտի զոհեր, բայց Աստված ինչ որ մի բան որ ասել էր, հաստատ նրա հետևում ինչ որ կարևոր նյութ կար, որի մասին ինքը դեռ գաղտնի էր պահել։ Բայց ինչ է իրանից ներկայացնում այս փայտը։ Հիմա ինձ հետ ուշադիր եղեք։ Աստծո խոսքը ասում է, որ փայտերը դրեց Իսահակի վրա, փայտը դրեց։ Լսեք ուշադիր։ Փայտ բառը եբրայերենում էթս բառն է, էթս։ Էց բառը նշանակում է ծառ։ Նշանակում է ծառ։ Դա հիմնականում օգտագործում է, այս բառը օգտագործում են փայտե որոշ իրերի մասին, օրինակ եբրայերենում փայտե բաներ կային, որոնք որ չէր օգտագործում փայտ բառը, ուրիշ բառեր են ասում։ Բայց կոնկրետ այս բառի հետ, կոնկրետ այս էցը նշանակում է ծառ։ Եվ այսպիսով ինչ է տեղի ունենում։ Իսահակը իր ուսին ծառ է տանում է ծառ եւ գնում է զոհաբերության, ինքն է իրան տանում։ Իսահակը դրվում է զոհասեղանի վրա, որպեսզի մահանա, բայց զոհասեղանից իջնում է ողջ եւ առողջ։ Ինչ որ բան հայտնություն առնում եք։ Տեր Հիսուս Քրիստոսը դրվեց գերեզման, նա մահացավ, զոհ եղավ մեզ համար եւ երրորդ օրը Տեր Հիսուսը հարություն առավ։ Աստված փոխեց պատմության ընթացքը։ Թվում էր, թե Հիսուսը պիտի մնար գերեզմանում եւ դրանով սատանան տոնախմբեր իր հաղթությունը, բայց արդյունքում եղավ սատանայի խայտառակ պարտությունը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսի փառահեղ հարությունը կարողացավ գերազանցել ամեն իրավիճակների։ Համաձայն եք ինձ հետ։ Ուրեմն սիրելիներ, Աստված միշտ ելք ունի։ Կարող եք մեկը մյուսին ասել։ Աստված քո համար միշտ, այդ միշտը նենց ասեք, որ վախենա ինքը մի անգամ։ Միշտ ելք ունի քո համար։ Դու տեղ չես մնալու։ Պարզապես Աստված կարող է փոխել քո կյանքի պատմությունը, նա կարող է քո ընթացքը վերափոխել։ Նրա գործերը կատարյալ են, համաձայն եք, ասեք ամեն։ Նրա գործերը ամբողջական են։ Նա փոխարինող Աստված է, կարող ենք ասել ամեն։ Երբեք Աստծուն վստահելով մարդը նույնը չի մնում։ Որովհետև պատմության ընթացքը միշտ ցույց է տվել մեր Աստծուն, թե ինչպիսին է նա։ Դու տալիս ես իրան քո ջարդված կյանքը, քո սիրտը, քո հիվանդ մարմինը, տալիս ես իրան քո տկարությունը, նա քեզ վերադարձնում է զորություն, բժշկություն, խաղաղություն, օրհնություններ։ Ամեն։ Գիտեք, որ այս թվարկածս անձանց ում մասին, որ քիչ առաջ խոսեցի, ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, թե ում մասին է խոսքը, բայց այսօր ես ու դու շատ լավ գիտենք, թե ում մասին է խոսքը։ Ում միջոցով եկավ մեզ օրհնությունները։ Ով էր այդ սերունդը, որով մեզ համար բացվեց երկնքի օրհնությունները։ Մենք հիմա լավ գիտենք,
Բայց նրանցից ոչ մեկ չէր իմանում, ոչ մի մարգարե չէր էլ պատկերացնում, անցյալ կիրակի սրա մասին ասեցի, եթե մենք Եսային բերենք կանգնացնենք Հիսուսի դեմ դիմաց, ասենք ճանաչում ես իրանք, ասի բարև ձեզ, ձեր անունն ինչ է, դուք ով եք, որտեղ եմ ձեզ տեսել, կարող եմ միտեղ հանդիպել ենք ինչ-որ մեկի քեֆին, հարսանիքին, չեն ճանաչում, բայց դա նա է, ում մասին դու հզոր մարգարեություններ ես ասել։ Միգուցե այսօրվա քո ով լինելը, վաղվա ով լինելուն ուզենանք հանդիպեցնենք, դու չճանաչես, որտեվ ասես ես սրան չեմ ճանաչում, ես հներն անցան, ամեն բան նոր է։ Հալելույա։ Ուրեմն, սիրելիներ, Աստված շատ բան է փոխում։ Աստված փոխում է անուններ։ Աբրամին դարձնում է Աբրահամ, Սարային դարձնում է Սարա, Հակոբին դարձնում է Իսրայել։ Ինձ հետ եք։ Երբ որ գալիս ենք արդեն Տեր Հիսուսի ժամանակները, Տեր Հիսուսը անուններ էր փոխում։ Կեփասին, Պետրոս էր դնում, բանին, մյուսին, որոտման որդիներ, չգիտես, անուններ էր փոխվում էր, ինչու, որովհետև Աստված քո անունը փոխելով, վախկոտ անունը համարձակի փոխելու համար, ինչ որ պատմություն պետքա փոխի, որ դրանով դու հռչակվես որպես էդ։ Սաղմոս 30:11 եւ 12 համարներ ասում է. դու իմ սուքը ցնծության փոխեցիր, իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախություն հագցրիր ինձ, սրա համար թող փառքս Սաղմոս ասի քեզ եւ լուր չմնա, ով Տեր իմ Աստված, հավիտյան կգոհանամ քեզանից։ Հալելույա։ Եթե սուք ունես սրտիդ մեջ, եթե լացեր ունես քո սրտի մեջ, վստահի իրան, կանչի իրան, տուր իրան իրավունք, բաց է դուռը իր համար եւ ասա Տեր, արի իմ լացերը փոխի ծիծաղի, իմ սուքը փոխի ուրախության։ Երբ որ Տեր Հիսուսը անցնում էր մի ճանապարհով, տեսավ, որ մի կնոջ մեկ հատ որդին մահացել է, տանում են։ Մենք էլ գիտեք, դուք սիրոք ժողովուրդ ենք, չէ՞։ Ուշքները սեթում է։ Ասես կանգնացրեք, թափորը կանգնացրեց, իջացրեց, երեխին օրհնեց, բժշկեց, հանեց ոտի, բոլորը զարմացած են, խառնվել իրան, էս ինչ եղավ։ Մենք արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ վերջ, արդեն թաղում ենք, էսի վերջն է։ Աստված ասես, գիտես, այդ քո համար է որոշել այդ վերջը։ Ես իր համար որոշել եմ նոր սկիզբ։ Աստված ինձ ու քեզ համար այս տարվանից, այս օրերից որոշել է նոր սկիզբ։ Այնպես որ հին բաները մի հիշիր, անցած բաները մի մտաբերիր, որովհետև Աստված նոր բաներ է անում քեզ համար։ Ամեն։ Եթե համարը դրած լինեմ, կարծում եմ չեմ դրել, բայց որևէ խնդիր չկա, թույլ տվեք կարդամ ձեզ համար։ Սաղմոս 66:6 ասում է. ծովը ցամաքի փոխեցիր, գետի միջով անցկացան ոտքով, այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։ Աստված ծովերը կարողա ցամաքի դարձնի քո համար։ Ինչա որ դու անցնես դրանով։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի այդպիսի մի դեպք եղավ, ես կանգնեցի Աստծո առաջ եւ շատ անկեղծ ձևով Տիրոջը ասեցի, Տեր, ես գիտեմ, որ քո ձեռքը չի կարճացել։ Դու անգամ կարող ես այսօր հրամանտաս, որ պարլամենտի մեջ օրենք փոխվի իմ հարցերը լուծելու համար։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հիանալի բան տեղի ունեցավ։ Աստված այդպես էլ արեց։ Տարիներ առաջ այստեղ տարիներ առաջ չեմ ասի դեպքը բանը, որ հանկարծ որևէ մեկը դրանից լավ տուժել է, ինձ հետ թշնամի չդառնաք։ Բաներ էր տեղի ունենում, որոնց նկատմամբ ես անարդարություն էի տեսնում եւ Աստծուն աղոթեցի, ասի Տեր, ինչի պետք է ամբարիշները այդպես լինեն եւ արդարները չկարողանան դրան հասնեն։ Ինչի պետք է ամբարիշները դրանով ուրախանան, ամեն ինչ լավ է իրանց մոտ ստացվում է, բայց արդարները ձգտեն, երազեն ու չկարողանան։ Մի քանի օր հետո իմացա, որ օրենք դուրս եկավ, հիմա չասեք, այդ օրենքների հեղինակի աղոթքը ես չեմ արել։ Օրենք դուրս եկավ եւ այդ անիրավություն անողներին բռնեցին։ Ես գիտեք, չեմ ուրախանում, որ մարդիկ վատ վիճակի մեջ են ընկնում։ Ես ուրախանում եմ, որ Աստված լսում է։ Որ նա պատմություն է կերտում, նա փոխում է պատմությունը։ Ով է եղել, ինչ վիճակում է եղել, ինչպիսին կաս, մինչև այս պահը, մինչև այս ակնթարթը, ով եղել ես, դա այդքան էլ կարևոր չի։ Կարևոր է թե դու ով կարող ես լինել։ Ինչու որովհետև Աստված ուզում է պատմություն փոխի։ Առակացին 3-րդ գլխի մեջ 10 համար այսպես է ասում. Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է եւ ամենասուրբին ճանաչելը հանճար է։ Ես ու դու կարող ենք Աստծուն ճանաչել։ Սա հանճար է, սա Աստծո օրհնությունն է, որ այսօր ես ու դու կարող ենք Աստծուն ճանաչել։ Գիտեք,
Աստված շատ բաներ փոխարինեց, սիրելիներ։ Աստված փոխարինեց օրենքը շնորհքով։ Հին կտականում օրենքներ էր, խստություն, նոր կտականում Աստծո սիրո դրսևորումն է ուղղված մեզ Քրիստոսով։ Նա փոխում է վախը որդեգրության։ Այն որ դու պիտի կորեիր, այն որպես չարագործ պիտի գնայիր, անհետ, անհիշատակ, Աստված քեզ թագավորական քահանայության կանչեց։ Աստված հին ժամանակվա զոհերից մեզ այսօր վերափոխեց եւ մեզ դրեց, մեր մեջ դրեց կենթանի հավատքը։ Նա մեզ մահից կյանքի փոխեց։ Ամեն։ Ուրեմն Աստված ինչքան բարի եւ ինչքան հրաշալի է։ Աստված փոխում է, Աստված բերում է փոփոխություն, բայց նա մնում է անփոփոխ։ Աստված կարող է բերել իմ ու քո կյանքի մեջ փոփոխություն, բայց դրանով ինքը չի փոխվում։ Նա մնում է նույն Աստվածը, նույն սիրող Աստվածը, նույն Հայրը, որ շարունակում է օրհնություն արձակել իր զավակների համար։ Գիտես, դու կարող ես նայել այսօր քո կարգավիճակին, այսօր նայել ասել, գիտես ինչ Տեր, ոնց որ հիմա բան չեմ զգում, ոչ մի բան չի փոխվում։ Ես քեզ ուրախ լուր ունեմ, սիրելիս։ Եթե զգացումներիդ վրա հենված լինի, դրանք մի օր կոչնչանան։ Զգացումները պետք է գան փաստից հետո։ Ուրեմն ոչ թե պետք է հենվել զգացողության վրա, ինչ ես զգում, այլ սպասիր փաստարկին, ինչը կփոխվի քո մեջ, որտեվ դրա վերաբերմունքը քո կփոխվի այն ժամանակ, երբ որ արդեն ինչ որ բան տեղի ունենա։ Դրա համար հենվիր Աստծո փոփոխության վրա, որից կբխեն քո լավ զգացողությունները։ Հալելույա։ Ուրեմն սիրելիներ, նրան ճանաչելու համար մեզ հատուկ բաներ պետք չեն, նրան ճանաչելու համար պարզ մի կյանք է պետք։ Ես վերջացնում եմ։ Գիտեք, Աստծուն ճանաչելը մենք կարիք ունենք անել դա ամեն օր, ամեն բանի մեջ։ 3 օր առաջ, 3 չէ առաջի օրը։ Ներսումս այնց անուշ մի հատ ներկայությունը զգացի Աստծո, մենակ եմ սենյակում եւ հանկարծ Աստծո հիանալի ներկայություն լցվեց սենյակի մեջ։ Եվ գիտեք, մի հատ պարզ աղոթք արեցի, այնքան զարմանալի չէի որոշել, որ տենց աղոթեմ։ Այդ լավ է, որ տենց չես որոշում, բայց աղոթքը ծնվում է, չէ՞ մի անգամից։ Եվ գիտեք ինչ արեցի, այնքան անմիջական ասի, Հիսուս, կարամ քեզ մի հատ հրաշքի համար խնդրեմ։ Ու մեկ էլ ինձ բռնացրեցի, ոնց որ ես կանգնած եմ ինչ որ մեկի կոնկրետ մեկի առաջ, ու ես իրան դեմարդեմ հարց եմ տալ, ասեմ, մի հատ հարց, մի հատ խնդրանք, կարամ մի բան խնդրեմ քեզ, մի հատ հրաշքի համար քեզ խնդրեմ։ Ու մեջս մի անգամից Սուրբ Հոգին հաստատություն դրեց։ Երանի թե քո բոլոր աղոթքները այդ նույն մակարդակի վրա լիներ։ Երանի այդքան անմիջական լիներ ու դու միշտ դա աներ ճանաչողության հիման վրա, որտեղ դու գիտես ում ես աղոթում։ Աղոթում ես նրան, ով որ կարողություն ունի դա վերափոխելու, նա կարողություն ունի պատասխանելու մեր աղոթքներին։ Եվ ես անկեղծ ասի, Տեր ասի, խնդրում եմ քեզ, կարամ մի հատ խնդրանք էլի, մի հատ ասի, մի հատ հրաշքի համար քեզ խնդրեմ։ Ես շատ էի հուզված այդ բանին, այնքան սիրտս բան էր, ուրախ էի, որ ասում էի, Տեր, շնորհակալ եմ քեզ, որ դու այդքան հիանալի ես, այդքան մտերիմ ու մոտ ես, կարող եմ քեզ այդքան անկեղծ դիմել։ Եկեք ճանաչենք Հիսուսին։ Մենք այս տարվա մեր նշանաբանն է ճանաչենք Հիսուսին։ Ավելի լավ ճանաչենք։ Ոնց։ Հիմա մի բան ասեմ եւ սրանով ամփոփում եմ վերջացնեմ։ Երբ որ Հիսուսը 12 տարեկան երեխա էր, փոքր էր, տաճարի մեջ ուսուցանում էր, բոլորը զարմացած էին նրա սովորեցնելու վրա։ Որտեղից ասում են, նա այսքան բան գիտի, երեխա է, հələ չեն ճանաչում Հիսուսը ով է։ Ասում են, որ ինքը լավ գրքերը գիտի, իսկի չի էլ կա սովորել, որտեղ է սովորել, ոչ միտեղ։ Որտեղից գիտես, բալամ, դու չգիտես։ Երբ որ Հիսուսը լեռան քարոզը տվեց, բոլորը նրան ճանաչեցին որպես ուսուցիչ եւ վարդապետ։ Այո։ Երբ որ Տեր Հիսուսը հրաշքներ արեց տարբեր տեղեր, կույրի աչքեր բացեց, գերեզմանից հարություն տվեց, մեռել բան, իրան ճանաչեցին որպես հրաշագործ։ Երբ որ Տեր Հիսուսը կանգնեց եւ մարդուն մեղքի թողություն տվեց, նրան ճանաչեցին որպես Աստված։ Որտեւ ասցին, ուրիշ մեկը չի կարող մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված, եւ չէին սխալվում։ Այո, նա Աստված է, եւ այդպես էլ ճանաչեցին իրան։ Հիմա հարց. ես ու դու ոնց ճանաչենք իրան։ Ոնց ճանաչենք իրան, որ փոփոխություն տեղի ունենա։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս իմ օրինակը, որ ասեցի, Տեր, կարամ մի հատ հրաշքի համար քեզ խնդրեմ։ Մի հատ։ 1000 բան չեմ շարելու, մի հատ խնդրամ, մի հատ բան, որ այսօր իմ համար կարևոր է։ Ինչի մեջ ես։ Բժշկության կարիք ունես։ Ասա Տեր,
Կարամ քեզ այդ մի հատ բանի համար խնդրեմ։ Ուզում եմ ես քեզ ճանաչեմ որպես իմ բժիշկը։ Չգիտեմ դու ինչ կանես։ Դու այն սերունդն ես, այս սերունդից եկած խոստումի զավակն ես, որդին անձն ես, Աստծո որդին ես, որը որ պետք է սատանայի գլուխը ինչ կլինի իմ այս խնդրի մեջ սատանայի գլուխը ջախջախի։ Ամեն։ Ինչի մեջ ես, ֆինանսական խնդիրը, մյուսը, տարբեր հարց ունենք, չգիտեմ, 1000 մի բան կարող է լինի, չթվարկեմ, որտեղ դրանք շատ տարբեր են, ամեն մեկս մի կյանք ունենք, եւ այդ ամեն մեկիս կյանքն էլ մի ամբողջ պատմություն է։ Բայց կարող ենք ինչ անենք Տիրոջը, խնդրենք, ասենք Տեր, կարամ քեզ այս մի բանը խնդրեմ։ Ուզում եմ քեզ ճանաչեմ։ Այս իմ վիճակի մեջ ուզում եմ քեզ այսպես ճանաչեմ։ Անհնարին վիճակի մեջ ուզում եմ քեզ ամենակարող Աստված ճանաչեմ։ Այս իմ սահմանափակումների մեջ ուզում քեզ անսահման Աստված ճանաչեմ։ Կարող ես Տիրոջ այդպես աղոթել։ Եկեք խոնարհենք մեր գլուխները Տիրոջ ներկայության մեջ։ Շատ բարդ բաներ պետք չեն։ Պետք չի բարդացնել այն, ինչ որ կարելի է շատ անկեղծ ու պարզ լինել, երեխի պես։ Պարզապես նրան կարելի ասել Տեր, ես ուզում եմ քեզ ճանաչեմ։ Այս իմ նշանաբանն է, որ քեզ ավելի լավ ճանաչեմ։ Խնդրում եմ, որ դու միջամտես ինձ, իմ հավատքին միջամտես, որ Տեր իմ իրավիճակին միջամտես, որպեսզի ես կարողանամ քեզ ավելին ճանաչեմ, որովհետև դու փոխարինող Աստված ես։ Սիրելի երկնային Հայր, ես աղոթում եմ, որ այս հիանալի խոսքերից այն կողմ, այս խոսքերի ազդեցությունը արձակվի յուրաքանչյուրիս կյանքի մեջ։ Աղոթում եմ ամեն մի եղբորս եւ քրոջս համար։ Գիտեմ, որ այս տարին մեզ համար անհայտություններով լիքն է, հաջորդ օրը մեզ համար ոչինչ պարզ չի, բայց մեկ բան գիտենք, որ դու ես արարիչը ամեն բանի, եւ դու գիտես մեր կյանքը, դու գիտես ամեն բան, ինչ պիտի գա մեր առջև, ինչ պիտի տեղի ունենա։ Տեր, մենք փոքր ենք, բայց դու հիանալի մեծ։ Սրա համար մենք մեր տկար մտքով, քո ամենագետ իմաստուն սրտից ուզում ենք Տեր լսել քո աստվածային պատասխանն ու որոշումը մեր հարցերի համար։ Աղոթում եմ, որ փոխարինես այսօր, փոխարինես մեր տխրությունը, սուքը, փոխես ծիծաղի եւ ուրախության։ Ամեն հիվանդությունները վեր առնելով թող որ այսօր պարգևատրես քո զավակներին բժշկությունով։ Ամեն անհաջողությունները Տեր թող վերցվեն քո զավակներից, անկախ նրանից ինչպիսի սխալներ են արել, եւ Տեր լցնես յուրաքանչյուրի կյանքը ամբարները քո առատությունով։ Նրանք, ովքեր որ աշխատանք են փնտրում, երիտասարդ, պատանի, միջահասակ, անգամ տարեց, աղոթում եմ արժանի եւ օրհնյալ աշխատանքով օրհնիր եւ վերափոխիր պատմությունը։ Բայց այս ամեն բանը մի կողմ, այս ամեն բաները մի կողմ դնելով ուզում ենք ասել քեզ Տեր, մեզ վերափոխի։ Մեր անհավատությունները վերափոխի հավատքիով Տեր, ուժ տուր մեզ հավատալու քեզ։ Մեր բոլոր ոչնչությունները հասկանալով Տեր, մենք քեզ խնդրում ենք, որ դու մեր կյանքը փոխես։ Տաս մեզ աչքեր հավատքի, որով կարող ենք տեսնել չեղած բաները եղածի պես, ինչպես դու ես դա կանչում։ Տուր մեզ համարձակություն մեր վախերի փոխարեն։ Տուր մեզ ընծայում մեր կյանքի հոգևոր հարցերի նկատմամբ եղած անլրջությունների փոխարեն։ Ես աղոթում եմ Տեր, որ մեզ փոխես ներսից։ Մեր ներսի մարդը ձևավորվի քո նման, Տեր։ Դա հնարավոր է, Տեր, ես գիտեմ, դու ես ասել, որ քո հոգին մեզ կերպարանակից է դարձնում Քրիստոսին եւ մեր աղաղակն է, որ դու դա անես մեր մեջ։ Ներիր մեր անհավատությունները, ներիր մեր փչացրած կյանքի համար, ներիր մեր արգելածների համար, որ քեզ արգելել ենք մեր անհավատություններով, որ դռները փակել ենք քո առաջ եւ թույլ չենք տվել, որ դու մտնես։ Ներիր մեզ։ Մենք մեղավոր մարդ ենք, Տեր, բայց այսօր կանգնելով քո առաջ, խոնարհաբար մեր սիրտը ծռելով քո առաջ ասում ենք Տեր, փոխիր, վերափոխիր մեր կյանքը, վերափոխիր մեր պատմությունը։ Շնորհք արա Տեր, քեզ փառավորելու, օրհնություն արձակիր քեզ գովելու համար։
Շնորհակալ եմ քեզ։ Թող քո ծառաները, Տեր, քո զավակները կանչեն քեզ եւ դու պատասխան տաս, ինչպես ասում է քո խոսքը։ Կանչիր ինձ քո նեղության ժամանակ եւ ես կգամ եւ ես կազատեմ քեզ եւ քեզ կտամ մեծ եւ խորհրդավոր բաներ, կպատմեմ քեզ այն, որ դու չգիտես եւ դու կփառավորես ինձ։ Տեր Աստված, շնորհակալ ենք քեզ։ Տեր, այս տարվա մեր առաջին միասնական աղոթքն է, մեր միասնական առաջին ծառայությունն է եւ աղոթում եմ, որ մեր հավատքն էլ նույն միասնականությամբ լցված լինի, Տեր, իրար ձեռքի բռնելով, Տեր, հնարավոր լինի այս աղոթքի պատասխան ունենալ քեզանից, որ դու փոխես մեր պատմության ընթացքը։ Ամեն մարդ, ով որ շփոթված է, Տեր, տարբեր առաջարկների մեջ աղոթում եմ, տաս իրանց ամեն մեկին զորություն, իմաստություն, որ կարողանան ճիշտ որոշում եւ ընտրություն անեն, Տեր։ Շնորհակալություն քեզ։ Խնդրում եմ, որ քո իմաստությունը հանգչի մեզ վրա, քո խաղաղությունն ու օրհնությունը լինի մեր ամեն մեկի մեջ։ Թող քեզ լինի ամեն փառք, ամեն պատիվ եւ մեծարանք, Հայր, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։